Հարգելի հայրենագիտներ, այսօր մենք դարձյալ համախմբված ենք քննարկելու մեր պետական եւ ազգային կյանքի կարևորագույն ուղղությունները, Գիլիգիայի հարցը եւ այնտեղ մեզ հասցված վնասներու խնդիրը, ինչպես նաեւ մեր սահմանադրական գործընթացները, որոնք Արևմտյան Հայաստանի պետականության հիմքն ու կայունության երաշխիքն են։ Տարիներ շարունակ մենք բազմաթիվ առիթներով չենք զգացած բավարար իրավական պաշտպանություն։ Այդ իսկ պատճառով շարունակապար փորձած ենք փոխել այս իրականությունը, օգտագործելով իրավական, թիվանակիտական եւ հանրային բոլոր հասանելի միջոցներն ու հարթակները։ Մեր գոմե ղրգված յուրաքանչյուր փաստաթուղթ ունի երկու նպատակ՝ միջազգային գործընկերներուն ներկայացնել մեր քաղաքական քննադատականներն ու մտահոգությունները եւ ընդգծել մեր ժողովրդի իրավունքներու պաշտպանության հրամայականը։ Այո, այդ փաստաթուղթը բարձրացնած է շարք ծանր հարցեր, եւ մենք ակնկալենք, որ միջազգային մեր գործընկերները զանոք լսեն եւ ցուցաբերեն արդար վերաբերմունք։ Մեր համաժողովներեն առաջինը նվիրված Գիլիգիո մեջ գրած վնասներուն եւ այդ գործընթացին մեջ Ֆրանսիայի դերին ունի առանձնահատուկ նշանակություն։ Դարիներ շարունակ մենք վստահ եղած ենք, որ Ֆրանսան, որպես բարեկամ եւ գործընկեր երկիր, պիտի գանքնի մեր կողքին։ Այս հարցը մենք կբարձրացնենք ոչ թե մեղադրելու կամ հակադրություն ստեղծելու համար, այլ ճշմարտությունը բացահայտելու։ Առանց ճշմարտության չի կրնար գոյանալ վստահություն, իսկ առանց վստահության գայուն քաղաքականություն։ Հարգելով բոլոր տեսակետները, հարկ է հստակ հայտարարել, որ Արևմտյան Հայաստանի ժողովուրդն է մեր իշխանության միակ եւ առաջնային աղբյուրը։ Մենք չենք ներկայացնել ամբողջ հայազգը, այլ Արևմտյան Հայաստանի այն ժողովուրդը, ովքեր իրենց դրսևորած են որպես այդպիսին, ընտրած մեզ եւ վստահած են իրենց ձայնը։ Արցախի վերաբերյալ որոշումները, որոնք ընդունված են առանց պատշաճ լիազորության, չեն կրնար համարվել համաժողովրդական կամ համազգային որոշումներ։ Կարևոր է ընդգծել նաև, որ ներկայիս կգտնվենք նախագահական ընտրական գործընթացի մեջ։ Մեզ կսպասեն լուրջ քայլեր եւ պատասխանատու որոշումներ։ Մեզի մնացած են հաշվված օրեր մեր ընտրությունները կազմակերպելու համար, եւ այս շրջանը պետք է անցնի թափանցիկ, կազմակերպված եւ արժանապատիվ կերպով։ Սիրելի հայրենագիտներ, այսօր մեզ կմիավորե ոչ թե դժգոհությունը, այլ պատասխանատվությունը, ոչ թե անցյալի ցավը, այլ ապագայի հանդեպ մեր հավատքը։ Մենք ունենք շատ մարտահրավերներ, բայց ունենք նաև լեզու, գամք եւ ուժ անոնք հաղթահարելու համար։ Թող Արևմտյան Հայաստանի ժողովուրդը վստահ լա, որ իր ձայնը կլսվի, իր իրավունքները պաշտպանված են եւ իր ապագան կկառուցվի հիմնավոր, արդար եւ պատասխանատու կերպով։ Շնորհակալություն։